պատմություն կա գրված այս հողի վրա հավատ կա կանգնած այստեղ նորից ճանապարհ է բացվում ապագան ենք հավատով կառուցում առաջարկ Հայաստանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է իր շուրջը համախմբել 100 հազարավոր քաղաքացիների Հայաստանի ամենատարբեր անկյուններից։ Բացառություն չէ նաև Գեղարքունիքի մարզը։ Սահմանապահ Վարդենիսում Գագիկ Ծառուկյանին դիմավորելու համար առանձնահատուկ են պատրաստվել։ Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ այդ դարպասների հավատարիմ պահապանները։ Այս գիտակցումով է, որ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ խոշոր ծրագրեր է իրականացրել Վարդենիսում, իսկ ամենամասշտաբային ներդրումը պատերազմից հետո սառնարանային տնտեսության հիմնումն էր։ 2020 թվականի պատերազմից հետո եւ հատկապես 2022 թվականի մեր տարածաշրջանի վրա երկօրյա հարձակումներից հետո Երբ շատերս հուսահատված էինք, մեր աչքի առաջ գյուղերն ու քաղաքները դատարկվում էին։ Գագիկ Ծառուկյանը այն միակ մարդն էր, որ միլիարդավոր գումարների ներդրում կատարեց սահմանամերձ Վարդենիսում։ Մենք սխալվի եթե ասենք, իջև այժմ միակ մարդը, ստեղծելով սառնարանային տնտեսություններ եւ աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չվախենան, չլքեն իրենց գյուղերը, աշխատելու հնարավորություն ունենան Եվ վստահ լինեն, եթե Ծառուկյանը ներդրում է արել, ուրեմն ապահովենք։ 44-օրյա պատերազմից հետո Վարդենիսի մի շարք գյուղեր հայտնվել են ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության տակ։ Նրանց հենակետերը տներից ընդամենը 100-ավոր մետրեր են հեռու։ Կորսված բարձունքների պատճառով տեղի արոտավայրերը հակառակորդի թիրախում են, ու մինչև իշխանությունը համոզում է, թե խաղաղություն է, Բաքուն Նախիջևանում վերադարձ Արևմտյան Ադրբեջան խորագրով կոնգրեսին է պատրաստվում։ Սուտ ասել է, դա արդեն փեշակ է դարը ժողովուրդ։ Խաղաղություն ենք բերել մեր ժողովրդի համար, ու առանց ծրագրի ման են գալի։ Մի հատ նշան են սարքել քարտեզ, դու կպցնելու հա ինչ այդ նոր ենք հայտնաբերել Հայաստանը։ Մասնատելով, բաժանելով, այսօր ամբողջ տարածաշրջանի բարձունքների վրա ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենք զորքեր հենակետերը դրել են, մտել են մեր հողերը, հետ չի գնում, գյուղացին չի կարող, իր տարածքը գնա մշակի, ասում են խաղաղություն ենք բերել։ Հիմա այսօր մեր սահմանի բարձունքների վրա ադրբեջանցիները կան թե չկան ժողովուրդ։ Մեր հողերի մեջ նստած են, ճիշտ է թե ոչ։ Ու գնալով իրենց ամրապնդում են, բետոնապարտում են, հզոր ասում են, ճիշտ է թե ոչ։ Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է։ Ասում են Սևանը Ադրբեջանին է, անունն էլ Գոչա է, Երևանն էլ Երևան է։ Այսօր նորից ինքը հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Արևմտյան Ադրբեջան ստեղծի։ Հիմա էլ հնարավոր է ամեն ինչ պահելու, կազմակերպելու միասնական ճիշտ դաշնակիցների հետ, ճիշտ պայմանավորվածություն, որ մենք նույն Ղարաբաղի ճակատագրին չարժանանանք ժողովուրդ։ Սահմանը կթուլանա, եթե զինվորի թիկունքում գտնվող տանծուխը մարի։ Գագիկ Ծառուկյանը առաջնային է համարում սահմանամերձ բնակավայրերին տրվող արտոնությունները։ Մարդ ուզում է իր տղու համար տուն կառուցել, ասում է պետք է 1 միլիոն վճարես, որ քողի մեջ տուն կառուցես։ Այդ ծավալ տանեմ, սահմանամերձ գոտի է։ Փոխանակասի 1 միլիոն էլ պետությունն իր կողմից է տալի։ Դա սահման պահելն է ժողովրդյան, դադարքելով մենք հանձնում ենք X-կյան ադրբեջանցիներին։ Արտագնա աշխատանքը Գեղարքունիքի մարզում ընտանիք պահելու հիմնական միջոցն է։ Մինչդեռ մեր դարավոր դաշնակցի հետ հարաբերությունները գնալով վատթարանում են։ Գագիկ Ծառուկյանը զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին։ Այսօր ձեր մեծամասնությունը գնում է Ռուսաստան, աշխատանք չկա, տնից տեղից կդրված գնա գումար բերի։ Ճիշտ է թե ոչ։ Գնում եք, հիմա սազական է, որ մենք Ռուսաստանի հետ թշնամանանք, ուզում եմ մի հատ հասկանալ։ Բայց այսօր ստիպում է, որ Ռուսաստանի հետ թշնամանան, քեզ թշնամանում, եթե 1000 տարվա պատմություն կա, բանակցի, քննարկի, եթե լավ առաջարկ ունես ուրիշ բան, չի կարելի։ Այսօր արդեն մարդիկ իրենց մշակած ապրանքները չեն կարողանում տանել, չեն կարող վաճառել, բայց այդ սեփականատերը վարկա վեկալ է, ծաղ սար է, կլուպնիկա ցան է, վարունգա, պամիդորա, ծաղիկա, փակել են, կոնյակա, որ չեն կարող անեն, ինչ են անելու, Եվրոպայում են վաճառելու։ Դուք իրականում կյանքում փորձել են մի մեքենա Եվրոպա արտահանել, վաճառեն նորացել։ Հիմա ասում են, եթե մեր հետ չես, մեր թշնամիների հետ է Հայաստանը, ձեր ցավը տա, հիմա գնաք Ռուսաստան կարող է չթողնել։ Գազ ասում ուրեմն քեզ չեմ լավություն անում։ Ոնց Եվրոպային եմ տալի, նույնն էլ քեզ եմ տալու։ Մենք խնդիր չունենք Ռուսաստան, Արևմուտք, մենք խնդիր ունենք բոլոր այդ հարաբերությունները պահելու, զարգացնելու։
ՎՀԿ ղեկավարը սերտ կապեր ունի Ռուսաստանի քաղաքական եւ գործարար շրջանակների հետ։ Նրա գործուն միջնորդությամբ ու ջանքերով է, որ ռուսական կողմը մեծացրել է Լարսի անցակետի հզորությունը, բացելով լրացուցիչ գոտիներ հայկական մեքենաների համար։ Դուք շատ բան եք արել մեր ժողովրդի համար, ոչ միայն Վարդենիսի, ամբողջ հայ ազգի համար։ Ես օրինակ գիտեմ Լարսի ճանապարհի լայնացումը, որ դուք մեծ աշխատանք եք կատարել, մեքենաների բաց թողման անցողությունը լայնացել եք, որը չեք ասել։ Պատասխանեմ։ Ուրեմն ես լավ ընկերություն ունեմ Ռուսաստանում, եւ քաղաքացիության մեջ, եւ տնտեսության մեջ, եւ մարդաշխարհում, որ մեր վարորդները դիմում էին, օրեկան ասում էր 600 ավտո Լարսի միջոցով, ինձ դիմել են, ես իմ ընկերներին եմ դիմել, Ուսուկովիչին եմ դիմել, Կալաշնիկովին եմ դիմել, Վալոդինին եմ դիմել, գրվել է 3 միլիարդ ռուբլի տրամադրել են, հիմա որ պատրաստա Լարսով ասում է 1600 մեքենա։ Գագիկ Ծառուկյանը հորդորում է լավ մտածել ընտրություն կատարելուց առաջ, չվախենալ սպառնալիքներից, քվեարկել խղճի մտոք։ Այսօր մարդիկ վախում են, իրոք ես այս բան կյանքում չել է պատմության մեջ։ Դիմում գրի դուրս արի, կամ խանութի վրա ակ գրեն, կամ ցավացնեն, կամ տանեն զորահավաքների, մարդեն ամեն ինչի վերջը եկել է, զորով չես կարա պահես։ Գյուղով իրար հետ քննարկեք, չէ, գյուղով քննարկեք, հետո կան կբռնեն, գործ ունեք։ Գնացեք ընտրության, ընտրեք ձեր երեխայի, ձեր վաղվա ապագայի համար, ում ցանկանում եք, ում վստահում եք։ Ես ձեր Ծառուկյանն եմ, կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ։ Պատմություն կա գրված, այս հողի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում, առաջարկ Հայաստանի նոր սարքը քո սրտին եւ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու սանգը մեր ձայն է, խաչի լույսը մեր ճանապարհը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը Վարդենիսից ուղևորվում է Մարտունի, այստեղ մեծ հավատով են սպասում հաղթանակին ու որպես խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ երկինք բաց թողնում։ Գագիկ Ծառուկյանը մարտունեցիներին ուղված խոսքում էլ անկեղծ է, ազնիվ։ Պարզ ճակատով է եկել խոսելու նրանց հետ, առանց ձևականությունների, առանց կեղծ խոստումների։ Հենց այս ջերմ ու անմիջական կապն է ժողովրդի հետ, որ մտահոգում է իշխանականներին։ Այսօր ես նայում եմ, սաղ վարված են Ծառուկյանի խոսալուց, որ պարզանք ես մարդկանց հետ խոսում եմ, լսել եմ խնդիրը, պրոբլեմը, իրավիճակը եւ ասելու բան չկա։ Հիմա սարքել են տարեստական բանականության, Ծառուկյանը խոսում է կրթություն եւ առողջապահություն անվճար եւ թոշակը անվճար։ Տան գրագետներ, Ծառուկյան ասում է թոշակը բարձրացրեք, նվազագույնը թոշակառուի համար, ձեր հաշվարկով 78,000 դրամն է, 10,000 դրամ ընտրությունից մի ամիս առաջ բարձրացեցին, լավ եղավ 49,000։ Թոշակառու ոնց կարա 10,000 ավելով, եթե նվազագույնը 78,000 է կազմում։ Ես ինչ ասում եմ, հիմնավորած եմ ասում, ու իմ ասածին էլ տեր եմ։ 2018-ին մեծ հավատով փողոց դուրս եկած մարդիկ այսօր հուսախաբ են, ոչ մի խոստում չի իրագործվել։ Կյանքի որակը վատացել է, պետական պարտքը կրկնապատկվել։ Կորցրել ենք ամենակարևորը մեր հաղթանակները, հեղինակությունը, արժանապատվությունը։ Մարդիկ սպասում էին, գիշեր ցերեկ փողոցից տուն չէին գալի, որ արդարություն պետք է լավ բան լինի։ Մենակ ասում են, ասֆալտ են կարել, դպրոց ենք սարքել։ Ասֆալտել անձրև է գալի, քանդվում է, դպրոցներն էլ այս տարի 230-ը փակում են։ Այսօր կազմակերպելով, բոլոր մարզերից, տարբեր տեղերից հավաքելով դնելով, ինչ են ուզում ցույց տան։ Իրական, ոնց որ թագավորական ժամանակները, որ շորերն հագե գնացեման եկել, ոչ թե 200 հոգով, 10 ավտոբուսով, հրամայելով դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր կառույցների պատասխանատուներ, մարզպետերով, գյուղապետերով բերեք։ Հələ գնացեք մի հատ տնետուն հարցեք, ձեր մասին ինչ են խոսում։ Մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններն օր-օրի փչացնող իշխանությունը միայն Ադրբեջանի թելադրանքով է առաջնորդվում։ Ամեն օրի հայտ եկող նոր պահանջները նոր սպառնալիքներ են երկրին բերում։ Ասում են, որ 300,000
Ադրբեջանցի գալա, չկա այդպիսի բան։ Եղբայր բացեք 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ասածը պետք է ադրբեջանցիները գան բնակվեն, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, բայց նեղացեցիք, այսինքն զոր կաբերելու տնի։ Եթե դատակից ոնց են դուս գալու, ես չգիտեմ։ Այսօր լուրջ խնդիրներ ունենք ժողովուրդ։ Ամեն օր Ալիևը քննելնի, մի հատ պանջ ներկայացնի, անգլավները տվեք։ Մենք կորցնելու ենք ժողովուրդ։ Մենք սևաննել ենք կորցնելու։ Ադրբեջանը ջրի կարիք ունի ժողովուրդ։ 1000 հոգսի մեջ կորած գյուղացին այսօր լքված է, միայնակ։ Հողերն անմշակ են, բերքը չի իրացվում։ Անասնապահությունը վերանում է, իսկ պետական աջակցություն չկա։ 50-ից 60 տոննա կարտոշկայի ստանում։ Այսօր ընդամենը ցանում եմ կես սոտեղ։ Հնարավորությունները շատ քիչ են։ Պարարդանութը Գիտեմ, ասու կրադիկին, այո, եթե մենակ սիտրան, այո։ Մնացող սերմերն էլ նմանապես Ունենք 480,000 հեկտարով, որ այսօր մշակում է 160,000-ը։ Պարարդանութը թանկ է, 13,000, որ գյուղ նախարարություն լինի, նա պետք է հունվարին պատվիրած բերի, տա մարզպետին, մարզպետը գյուղապետին պետք է կանչի։ Ամեն մարդու հողատարածքի չափով հեկտարին գնում է 6 մեժով։ Պետք է տա, փողը պետք է գյուղացին տա աշնանը։ Եվ բերքը կհավաքի կհանձնի, այն ժամանակ պետք է տա։ Այստեղ ներդրում եմ արել, որ ադրբեջանցիները սարերի գլխին նստած են, որ ձեր դուքները տեղը լինի։ Եթե Ծառուկյանը այդ քանի միլիոններ դրել է, որ ընդունման կետ լինի, որ դու կարտոշկեն էլ կարողանաս բերես հանձնես, հանձնարարել եմ։ Բերել են նոր սեր, մելիտար սորտի, որը ստեղ աճում է, որ 50-60 տոննա բերք կստանան, որ դա տան ժողովրդին, ոչ թե ձրի եմ ասում, այլ են ինչ որ առնելու են, ընդեի առածից ցածր գնով, որ մարդիկ ապրելու վարիանտ ունենան։ Գյուղնախարարությունը փակված է նպատակային, որ գյուղերը դադարվում են եղբայր։ Սաղ է տան Երևան։ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է տարիներ առաջ իր ներկայացրած խոշոր ծրագրի մասին, որը սակայն իշխանությունը թույլ չի տվել իրականացնել։ Պետական պաշտոնի չեմ եղել։ Աճուձախ ճանապարհներից միշտ փակել են, թույլ չտալով առաջ գնալու, ծրագրերը իրականացնելու, կյանքի կոչելու։ Ես իմ երկրի համար, որ վարչապետը նոր ընտրվել էր, 20 միլիարդ դոլար իմ հարաընկերությունը ասել է քայլ կատարենք, որ երկիրը զարգանա։ Այն ժամանակ կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանն էր։ Եկել են ասել մարդիկ առաջարկում են, այս գումարը ոչ մաղարիչ է, ոչ մի բան։ Վարչապետին էլ եմ ասել, պետք է միայն երաշխավորություն, որ պետությունը երաշխավորում է այսքան գումարը, որ այս պետությունը վերցրել։ Մի տոկոսով հատուկ բիզնես ծրագիր 10 տարով առաջի 2 տարին միայն պետք է տոկոսը վճարեին։ Մի տոկոսն էլ թող բանկերը վերցնեն 2%։ Եթե դու $100,000 վերցնեիր փողը մշակելու կամ անասնապահությանը, 2 տարի տարեկան $2,000 փող պետք է վճարեիր։ Դու այն հորթերն էլ առնեիր չաղացնեին, ֆերմա էլ կբացեին, կաթի ցեղել կդնեին, կարտոշկայել սերմը Գերմանիայից կբերեին, կփակի հարուստ մարդ կլներ։ Մարտունեցիները հաղթական շրջադարձին հավատում են։ Ավելի ծանր օրեր ենք ունեցել, բայց նվիրյալների շնորհիվ կարողացել ենք պահել մեր հայրենիքն ու ինքնությունը։ 1722 թվին մեր Հայաստանը այս կարգավիճակի էր։ Դավիթ Բեգի ժամանակաշրջան։ Դավիթ Բեգը միացրեց, խաչի զորությամբ հաղթեց եւ ունեցանք Հայաստան։ Հիմա նույն կարգավիճակն է։ Ցանկանում եմ դուք դառնաք Դավիթ Բեգ։ Քրիստոսի արձանի համար մեր քաղաքականից հատուկ շնորհակալություն, որ աշխարհն է տեսնելու։ Նաև դուք մեծ խաչապաշտ եք, այդ խաչը զոր լինի գոր հաղթենք։ Գագիկ Ծառուկյանի համար նաև խորհրդանշական նվեր կա։ Ես եմ շնորհակալ Աստված օգնի ձեզ բոլորիս, իմ ազգին, իմ ժողովրդին, ձեզ ժողովրդասեր մարդ եք, մեր ժողովուրդը պարտական է ձեզ ընդունելուն։ Մի խոսքով ամսի 7-ին, համար 7-ին ժողովուրդ ջան։ Ուրեմն ամենակարևորը իմացեք, ես եմ պարտական։ Այն ջերմություն են աշկերի փայլը, տեսնելով մարդիկ գալով, հավատալով, եթե ես կանտար ինչ ասե արել եմ։ Ոնց կարող ես այն ծաղկուն ժամանակահատվածում վես այդ հարգանք հավասարեմ զրոյի։ Պետությունը փորձադարձ չէ, բոլոր ոլորտների կառավարումը ձախողած իշխանությունը պետք է հեռանա, ասում է ԲՀԿ առաջնորդը։ Որոշումը դուք եք։ Խիստ է,
նայում են, ձերբակալում են, գործից անում են, ակտերը գրում են, Ժորժան մի հայտարարեք, գնացեք ասեք չեմ ընտրում, կամ ինձ հարցում են ասեք քեզ եմ ընտրում, բայց գնացեք ձեր ընտրությունը կատարեք, կատարած հետո պրծավ, պոեզը գնացել է, որոշում անելու ենք, կազմակերպել, իրանց են սիրուն ճամփուդն են։ Աշնազուրև դարսում հայազգին։ Այո, տատս միշտ ասում էր, Աստծու կամոք, չոր էթաս կանաչ գազ, փակ էթաս բաց գազ։ Չորտեղ գնաց կանաչ դառնա, խաշտել գլխի։ Գալը։ Հայաստան իմ լույսիմ տոն, քո վերքը ցավ է, բայց ոչ խամար, քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է։ Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի վերջին կանգառը Մարսկենտրոն գավառն է։ Բազմաթիվ մարդիկ են հավաքվել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու, նրան հաղթանակ մաղթելու համար։ Մենք բոլորս ձեզ հետ ենք։ Շնորհակալ եմ։ Ուրեմն ես ձեզ անվանում եմ, հատուկ անուն եմ ձեզ կոչում, բարության ասպետ։Ոցավետան։ Դու ամբողջ հանրապետության համար բարության մարդ ես։ Ուրեմն մենք 6 հոգի ենք, պարոն Ծառուկյան։ Դուք մեզ միացաք դառնանք 7։ Ինչ ենք անելու հունիսի 7-ին։ Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար, ապա հավելում մոտ 2 ամիս է շրջում է Հայաստանի բոլոր բնակավայրերով, մարդկանցից լսում իրենց խնդիրների մասին։ Դրանց լուծումները առաջարկ Հայաստանին ծրագրում են։ Ծրագրերը խնդրեմ բոլորիդ մոտ կա, կարդացեք, բոլորին վերաբերվում է։ Կետ առ կետ, ամպագորգոր բաներ չկա, քիչ ասում ենք, շատ անելու ենք։ Միայն մնում է ձեզ հնարավորություն տակ որոշելու, ծրագիր իրականացնելու։ Հաղթանակի դեպքում ազգային ժողովի հենց առաջին նիստին ընդունվելու են կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնելու մասին օրինագծերը։ Մինչև 3 միլիոն դրամի չափով ներում է շնորհվելու համաբարակի, պատերազմի ու ճգնաժամի շրջանում վերցված վարկերին։ Հիմա սաղդ վարկի տակ եք, թե վարկի տակ չեք։ Ամեն տնից 2-3 հոգի կա վարկի տակ։ Պետությունը ժողովրդի մասին պետք է մտածի, բյուջեի գումարը ժողովրդի գումար։ Կապ չունի տնից քանի հոգի, ամեն շնչից եմ ասում։ Մինչև 3 միլիոն ներում է շնորհում։ 2 միլիոն 200,000 մարդ այդ ճայճից դուրս է գալի։ Հնարավորություն են ապրելու, դեմքի շփիտ գալու, միս առնելու, վարկի տոկոս չփակելու։ Աշխատատեղերի բացակայությունը գավառի բնակիչների գլխավոր մտահոգություններից է։ Տավուշի մարդը սաղ թաստանա։ Ընդ այդպես Արարատյան դաշտը խաղող է, սալոր է, կարալյոկ է։ Եթե մի հատ փոքր արտադրամաս լինի, իրացումը քավարցիկի վրա, ես դες 100% խոստանում եմ։ Այսօր 2-3 խոշոր ներդրում, որ մեկ ես արել եմ, երկուսն էլ պետությունը պետք է անի։ Հիմնական մոլեբդինի գործարանը Պաշարի աշխարհի 10% ընդեղ է, թանկարժեք մետաղներ ընդեղ է, չեն մշակում։ Դա վերամշակեն 3 հատ պետություն կպահեն։ 40 միլիոն տոննա տարեկան հանքանյութ են անում, տարբեր թանկարժեք մետաղներ կան, ստեղ մշակելով հազարավոր աշխատատեղ լինելու։ Տանը նստելով ու հուսահատվելով ոչինչ չի փոխվի։ Գագիկ Ծառուկյանը հորդորում է անպայման մասնակցել ընտրությանը, իսկ մինչև այդ կարևոր է համարում ներքին համերաշխության վերականգնումը։ Իրարից մի նեղացեք։ Իմ առաջին խնդիրը լինելու է հաշտությունն ու համերաշխությունը։ Երջանկությունը ժպիտը։ Պետք է բարի չենք իրար։ Դե չեն են կուսակցություններ են նեղացել ենք։ Միայն չի ներվում դավաճանությունը։ Այսօրվանից իրար հետ ուրախ զվարթ, ոչ մի բան չեղե, բարձր տրամադրությամբ ու ամեն ինչ լավ է լինելու։ Երաշխավորություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք, ձեր ցավը տանեմ ես։ Գավառցիները հաղթանակի ակնկալիքով են Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ տալիս։ Վստահ են հունիսի 7-ից հետո յուրաքանչյուրը զգալու է լավ փոփոխությունների շունչը։ Պատմություն կա գրված, այս հողի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում։